Ողջույն հարգելի ընկերներ, ես ձեզ ողջունում եմ իմ Facebook-յան էջում, ինչպես խոստացել էի, այսօր ևս նախընտրական քարոզարշավի այս ընթացքում միասին կքննարկենք օրվա կարևորագույն թեմաները, հատկապես որ թեմաները հետաքրքրում են ձեզ, հետևաբար այսօր ևս կշարունակենք այդ ավանդույթը, տեղեկացնեմ, որ նաև այս մեր ուղիեթերներին ակտիվորեն հետևում են քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչները, այսօր ես տեսա, որ մեր այս եթերում քննարկվող թեմաներին անդրադարձել էր կամ փորձել էր մանիպուլացնել ազգային ժողովի փոխոսնակներից մեկը, սա լավ է, որ հետևում են, թող շարունակեն հետևել և շարունակեն անհանգստանալ։ Մինչ քննարկումներին անցնելը ես կխնդրեմ մեր ընկերներին, ովքեր հետևում են այս եթերին, կիսվեն թեմայով, ուղի եթերով իրենց Facebook-յան էջերում, դա շատ կարևոր է, տեղեկատվական պայքարի այս փուլում աջակցել մեզ, որպեսզի այն թեմաները, որ մենք քննարկում ենք, որը իշխանությունները փորձում են ըստ էության հեռու պահել հանրության ականջներից ու աչքերից, մենք միասին կհասցնենք մեր սիրելի քաղաքացիներին։ Եվ այսպես առաջին թեման, որի վերաբերյալ կուզեի խոսել, այս զենքերի թեման է, վերջին թեման էլ ըստ էության բանակին է առնչվելու, իշխանությունները ընտրություններից առաջ որոշել են մեծ շոու ծրագիր կազմակերպել Երևանի հրապարակում, այն է այսպես կոչված ռազմական շքերթ։ Իհարկե, միանգամից հարց է առաջանում, որ եթե դուք խոսում եք հաստատված խաղաղության մասին, եթե խաղաղություն է, եթե Հայաստանը այլևս կոնֆլիկտներ չունի, ինչի համար եք այդ զենքերը բերում Հայաստան, որովհետև լիարժեք խաղաղությանը, հավերժական խաղաղությանը հավատացող քաղաքական իշխանությունը պետք է որ այդ գումարները լրիվ այլ նպատակներով ծախսեր։ Չնայած ծախսված գումարն էլ մեծ չի իրականում, հարգելի հայրենակիցներ, ռազմական շքերթի համար երևացող տեխնիկայի որոշակի քանակ հնարավոր է գնել ամեն դեպքում, ցանկացած իշխանության օրոք, եւ որ ամենակարևորն է, գիտեք, շատ կարևոր է զենքը ում ձեռքին է, որովհետև նախորդ եթերներից մեկի ժամանակ էլ խոսեցինք, համացանցում մի հայտնի տեսանյութ կա, որտեղ կապիկի ձեռքը ավտոմատ են գնում, ու լավ ավարտ չի ունենում այդ տեսանյութը։ Այս իշխանությունները, որ անդադ խոսում են զենքից, չգիտեմ, տեսեք ինչ անօթաչուներ են ձեռք բերել, անօթաչուների թեմայով հատկապես ասում են, այ Ռոբերտ Քոչարյանի օրոք ինչու բանակը չուներ անօթաչուներ, իհարկե ցանկացած adekvat մարդ հասկանում է, որ սրանք ստախոսներ են, որովհետև եթե մարդը դեգեներատ չի, հասկանում է, որ 2008 թվականին, այդ տարի է նախագահ Քոչարյանը թողել իշխանությունը, 2008 թվականին աշխարհում անօթաչու կոչվածներ շատ քիչ երկրներում կային, այն էլ փորձարկման մակարդակ, այսինքն Ռուսաստանի Դաշնությունը թափես չուներ, Միացյալ Նահանգները նոր փորձարկում էր, Իրանն էր փորձարկում, Չինաստանն էր նոր սկսում այդ ուղղությամբ մտածել, այսինքն 2008-ին մտածել, որ Հայաստանը կարող էր ունենալ անօթաչուներ կամ դրանց տեխնոլոգիաները, առնվազն միամտություն է, իսկ այս իշխանության դեպքում միամտություն չի, կոնկրետ թիրախավորված, իրենք նպատակաուղղված փորձում են ապա տեղեկացնել, ապա կողմնորոշել հանրությանը։ 2008 թվականին մեր բանակը եղել է ժամանակին համապատասխան սպառազինված, ժամանակին համապատասխան մարտունակությամբ եւ հենց այդ մարտունակությունը, սպառազինությունը եւ դաշնակիցների հետ փոխհամաձայնեցված գործողությունները բերել էին նրան, որ Ադրբեջանը չէր էլ փորձում մտածել Հայաստանի դեմ ռազմական գործողություններ սկսելու մասին։
Էլի եմ ասում, զենքը սրանց համար այս մայիսի 20-ի զորահանդեսը զուտ նախընտրական տրամաբանության մեջ է, փորձում են պատկեր ապահովել, շոու ապահովել, որպեսզի հավելյալ ձայներ ստանան։ Ինչ է, այդ որ զենքի պակասներ ստիպում Նիկոլ Փաշինյանին հանձնել Գորիս-Կապան ճանապարհը։ Այդ որ զենքի պակասներ ստիպում Նիկոլ Փաշինյանին Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս։ Զենքի պակասի խնդիր չկար, ավելի Նիկոլ Փաշինյանի դավադրության հետևանքով Արցախի պաշտպանական բանակը բավական զենք կորցրեց, որ չկարողացավ էլ օգտագործել, հնարավորություն էլ չավ օգտագործել։ Այսինքն զենքի եւ զինամթերքի խնդիր չկա, զենքի զինամթերքի խնդիր ունեցող պետությունը պարտությունից հետո հակառակորդ կողմին մի քանի միլիարդ դոլարի զենք ու զինամթերք չի թողնում, ինչը արձանագրվել է ադրբեջանցիների կողմից։ Եվ ադրբեջանցիներն իրենք զարմացել էին, հայտարարում էին, թե աղքատ Հայաստանը ինչպես է կարողացել այս մի քանի միլիարդ դոլարի զենք կուտակել Արցախում եւ կասկածները գնում են Ռուսաստանի Դաշնության կողմ, որ Ռուսաստանի Դաշնությունը այդ զենք զինամթերքը անվճար է տրամադրել Հայաստանին, որը նաև եղել է Արցախում, եւ սրանով է նաև բացատրվում նա, որ երբ սրանք անդադ իրենց պատռում են, ասում են ռազմական բալանսը խախտված էր, մենք պաշտպանական բյուջեի համար նախատեսել ենք այսքան գումար, իսկ Ադրբեջանը այսքան գումար, բավական մեծ ծավալի աշխատանք կար, որ գումարային տրամաբանությամբ չէր էլ երևում, Ռուսաստանը ուղղակի դաշնակից Հայաստանին կարելի ասել ինչ որ իմաստով նաև նվիրում էր այդ զենքերը, հասկանալով, որ Հայաստանը իր համար կարևորագույն դեր է կատարում տարածաշրջանում եւ այդ բալանսը, որը թվերի մեջ էր ուղղակի փողային, ձեր աչքին չէր երևա։ Փաշինյանը նաև, զենքի մասին մի բան էլ ասեմ, սիրելի ընկերներ, ուրեմն Աֆղանստանի բանակը, որը 2001 թվականից հետո օկուպացված էր Աֆղանստանը Միացյալ Նահանգների կողմից, 2021 թվականի դրությամբ զինված էր լավագույն զենք զինամթերքով Միացյալ Նահանգների արտադրության, զինտեխնիկա, մի խոսքով, այն ինչ Միացյալ Նահանգները ուներ իր բանակի համար, կար Աֆղանստանում աֆղանական բանակի համար։ Գիտեք, այդ բանակը ում պարտվեց, վստահ եմ գիտեք, այդ բանակը պարտվեց ընդամենը Կալաշնիկովով զինված թալիբներին, բանակ էլ չէին, ամերիկացիների կողմից ահաբեկչական խմբավորում ճանաչված միավոր էր, պարտվեցին թալիբներին, որոնք զինված էին ընդամենը Կալաշնիկովով։ Այո, ժամանակակից զենք զինամթերքը կարևոր է, սիրելի հայրենակիցներ, եւ ցանկացած պետություն պետք է փորձի իր բանակի համար, իր զինվորների համար, իր անվտանգության համար ունենալ ժամանակակից զենք զինամթերք։ Բայց երբ դու ունես ժամանակակից զենք զինամթերք, բայց չունես նպատակ, կամ եթե պետությունն ունի նպատակ, իշխանությունը չունի կարողություն եւ ցանկություն ծառայել այդ նպատակին, կյանքի կոչել այդ նպատակը, զենք չէ, ուզում է ատոմային միջուկային զենք տան քեզ, միջուկային հրթիռներ տան քեզ, միևնույնն է դու պարտվելու ես։ Հայաստան Դաշինքի հավաքների ժամանակ լսել եք շատ հետաքրքիր միտք կա, որը ասվել է մի քանի անգամ, հենց այս պահին, եթե Նիկոլ Փաշինյանին տանք Եվրոպայի ամենամարտունակ բանակները, ուկրաինական եւ ռուսական բանակները, ավելին դրան գումարենք նաև ՆԱՏՕ-ի կարողությունները եւ տանք միջուկային արսենալը Միացյալ Նահանգների, Նիկոլ Փաշինյանը, ես ձեզ վստահեցնում եմ, կպարտվի Ադրբեջանին, նորից կպարտվի Ադրբեջանին, որովհետեւ գիտեք, ոգին էլ է կարևորը ինչ նպատակ ես դու դնում։ Փաշինյանը ամերիկյան բանակով կպարտվի Ալիևին, որովհետև հոգեբանորեն կոտրված է, կամ ինչպես նախագահ Քոչարյանն է ասում, կզած է Ալիևի առաջ։ Ալիևի առաջ կզած մարդուն ինչ զենք ուզում ես տուր, ինքը պարտվելու է։ Այստեղ խնդիրը զենքը չի, խնդիրը այն չի, որ Հայաստանը ժամանակակից զենք է որոշակի քանակով գնում, լավ է անում գնումը, բայց այս դավադիր խմբակի արկայության պարագայում ցանկացած զենք ի վերջո հայտնվելու է որպես ռազմավար Ադրբեջանի ձեռքի, եթե դա նախատեսված է Ադրբեջանի դեմ։
Սակայն ես համոզված եմ, որ այն ինչ որ հիմա կուտակվում է Հայաստանում, ամենևին պլանավորված չէ Ադրբեջանի դեմ օգտագործելու, դա ըստ էության արևմուտքի շահերը սպասարկելու համար ռազմատեխնիկական միջոցներ են, որոնք կուտակվում են Հայաստանում։ Հետո ում դեմ կկիրառվի, կարծում եմ ընթացքում Ռուբեն Ռուբինյանը դա մեզ կբացահայտի ազգային ժողովի փոխոստակ։ Չէ Ռուբո, կբացահայտես, անպայման կբացահայտես։ Այս մարդիկ դուք լսել եք սրանց ռետորաբանություն։ Այս մարդիկ թշնամի են հռչակել Ռուսաստանին։ Ադրբեջանի հետ իրենց կողմը անցած Գեգամ Նազարյանն ասում է Ադրբեջանի հետ բնական դաշնակիցներ են իրենց ղեկավարած Հայաստանը։ Թուրքիայի հետ որևէ խնդիր չունեն։ Հետևաբար քիչ երկրներ են մնում, ում դեմ պլանավորված ապագայում այս մարդիկ մտքին ունեն, որ կարող են պատերազմական գործողությունների մասնակցել այդ պետությունների դեմ։ Դուք ինքներդ կարող եք ենթադրել, թե որ պետությունների մասին է խոսքը։ Այսօր ԿՊ-ն ամենաշատը ում է հայտարարում թշնամի, չգիտեմ, ինքնիշխանության համար վտանգավոր պետություն։ Գիտեք, չէ՞ պատասխանը։ Թեպետ ես վստահ եմ, որ այն ինչ որ պլանավորվում է այդ երկրների դեմ, դա էլ քաղաքացիական պայմանագրին չեն վստահի։ Ասեցի, չէ, քաղաքացիական պայմանագրին Նիկոլ Փաշինյանին, եթե մենք տանք ՆԱՏՕ-ի բանակը, Միացյալ Նահանգների ռազմական կարողությունը, մեկի այս ապուշները պարտվելու են։ Իրենք հաղթելու կոդի մեջ չեն այլևս։ Նիկոլ Փաշինյանի կոդը պարտության կոդ է։ Նիկոլ Փաշինյանը չի էլ մտածում երբևէ հաղթանակի մասին։ Այ օգտագործվելու իմաստով կօգտագործվի։ Հայաստանի անվան տակ աշխարհաքաղաքական կենտրոնները կօգտագործեն այն միջոցները, որոնք կուտակվում են Հայաստանում։ Սա իմ համոզմունքն է եւ առիթը ունեմ այդպես մտածելու։ Այս առիթն էլ տվել է քաղաքացիական պայմանագիրը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Նորից հիշեցնեմ, որ աֆղանական բանակը Միացյալ Նահանգների կողմից օկուպացված Աֆղանստանի մասին է խոսքը։ Զինված է լավագույն զենք զինամթերքով, ամերիկյան զենք զինամթերքով։ Նման զենք զինամթերք, զինտեխնիկա Հայաստանը երազում անգամ հիմա չի տեսել։ Միլիարդավոր դոլարների զենք զինամթերք։ Եվ այդ միլիարդավոր դոլարների ժամանակակից զենք զինամթերքով զինված աֆղանական օկուպացված աֆղանական բանակը պարտվեց թալիբներին, որոնք զինված էին ընդամենը կալաշնիկով եւ մի փոքր ավելի մեծ տրամաչափի գնդացիրներով։ Մոտիվացիան է տարբեր։ Աֆղանական այդ օկուպացիոն ռեժիմը թալանի տրամաբանության մեջ էր, թալանում էր սեփական ժողովրդին, ծառայում էր Միացյալ Նահանգներին։ Թալիբները ունեին նպատակ իշխանություն վերցնելու, եկան վերցրեցին շատ հանգիստ կալաշնիկով ավտոմատով։ Հիմա ո՞րն է այս իշխանության նպատակը։ Որևէ նպատակ կա հայանպաստ, որին կարող է ծառայել այս զենք զինամթերքը, որ գնում են։ Չկա այդպիսի նպատակ։ Չի էլ կարող լինել այդպիսի նպատակ, որովհետև ասեցի, սրանք պարտության կոդի մեջ են։ Հիմա գան գլխավոր ստախոս Նիկոլ Փաշինյանին, որն այսօր հայտարարել է, թե ինքը ավերակ զրոյացած բանակ է ժառանգություն ստացել եւ զրոյից են սկսում ամեն բան։ Հիշում եք մի անգամ մի բան զրոյից սկսեց։ Հիշեցիք, չէ՞։ Արցախյան բանակցություններն էր, որ իր զրոյական կետից էր սկսում։ Ավարտը դա էլ գիտենք, չէ՞, մենք բոլորս, թե ինչպես ավարտեց։ Հիմա մարդը բանակն է զրոյական կետից սկսում։ Պատկերացնում եք, չէ՞, ինչ բանակի մասին է հիմա արդեն խոսքը գնում։ Բանակ, որի հույսը ադրբեջանցիների սոված մնալն է։ Բանակ, որի գլխավոր շտաբի պետը Էդվարդ Ասելյանն է, որը լավագույն դեպքում նորմալ բանակներում կարող էր կապտյորքի պետ լիներ կամ ասենք շտաբում կոֆե դնող աշխատեր։ Ու ասում է ժամանակին ավելի ցածր կոչումներ երբ ուններ, հենց այդ նշանակությամբ էլ օգտագործվում էր Էդվարդ Ասելյանը։ Այս իրավիճակում խոսել, որ բանակը զրոյական վիճակից ինքը սկսում է, այն էլ ավերակ բանակ է, բայց եկեք գիտեք ինչ, եկեք մենք ինքներս գնահատականներ չտանք։ Եկեք գանք այս ստախոս Նիկոլ Փաշինյանին, հիշենք իր խոսքերը 2020 թվականի հուլիսյան մարտերի ժամանակ։ Խնդրեմ, ես կդնեմ, կլսենք այս մարդուն։ Որովհետև ըստ նրանց կառուցած տրամաբանության վերջին տարիներին Ադրբեջանի բանակը հասել էր
Մարտունակության այնպիսի մակարդակի, որ ի վիճակի է շատ արագ ընդհուպ 24 ժամում լուծել Ղարաբաղի հարցը։ Սրա հիման վրա երկար տարիներ ձևավորվում եւ մատուցվում էր մի խոսույթ, թե Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորումը հնարավոր է միայն հայկական կողմի միակողմանի զիջումների հիման վրա։ Հուլիսյան հաղթական մարտերը ջախջախեցին արդեն շուրջ 10 տարի Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից կառուցված խոսույթը, ապացուցելով, որ Ղարաբաղի հարցը չունի ռազմական լուծում եւ Ադրբեջանը պիտի անխուսափելիորեն որդեգրի կառուցողական մոտեցումներ։ Արդյունք երկրորդ, մեր կառավարությունը արդեն ավելի քան 2 տարի միջազգային հանրության եւ Ադրբեջանի ղեկավարության հետ շփումներում, ինչպես նաեւ հրապարակային հայտարարություններում ընդգծել է Հայաստանի հետ ուժի, սպառնալիքների, հարկադրանքի լեզվով խոսելու որոշ սուբյեկտների անհեռանկարայնությունը։ Մենք հստակ ասել ենք, որ որևէ մեկին թույլ չենք տա նման տոնայնությամբ կամ ակնարկներով խոսել մեզ հետ, եւ այդպես վարվելու փորձ անողները դառնորեն կզղջան։ Լսեցիք, հարգելի ընկերներ, սիրելի հայրենակիցներ, այս սրիկա ստախոսը այդ որ բանակի մասին էր խոսում 2020 թվականին։ Այդ իր ասած ավերակ բանակներ դառնորեն զղջալ տալիս Ադրբեջանին եւ Թուրքիային։ Այդ որ բանակներ հուլիսյան մարտերին հաղթել, ինքն էլ այդ հաղթանակի ճարտարապետն էր։ Այդ որ բանակի սպաներին ու զինվորներին էր 74 մարտական խաչ տալիս այդ հուլիսյան մարտերից հետո։ Ավերակ բանակի, բա որ ավերակ բանակ էր։ Բա որ եկար իշխանության 2018-ին, բերեցին քեզ իշխանության 2018-ին։ Դու էլ ինչպես ինքդ ես ասում, տեսան, որ ավերակ բանակ է։ Ինչու պրովոկացրիր պատերազմ։ Ինչու հուլիսյան այդ մարտերը, որը բոլորի կողմից ֆիքսված է, որ սկսվել է ձեր կողմից, քո պրովոկացիայի հետևանքով։ Իբրև թե դիրքեր բարելավելու համար, մեկ դիրք եք ընդամենը բարելավել։ Եվ այդ պրովոկացիան բերեց նրան, որ Ադրբեջանում ներքին խժդժություններ սկսեցին, 100 հազարավոր ադրբեջանցիներ լցվեցին փողոց, գրավեցին խորհրդարանի շենքը եւ հայտարարեցին, որ ուզում ենք պատերազմ։ Եվ Ալիևին երկընտրանք չմնաց, այլընտրանք չմնաց Ալիևին։ Այո, Ալիևը հանցագործ է, այո, Ալիևը ուզում էր պատերազմ սկսել, բայց այդ պատերազմի սկսման ժամկետների առումով հենց քո գործողություններն են արագացրել։ Բա որ այդ բանակը ավերակ էր։ Ինչու չարեցիր հնարավորը պատերազմը հետաձգելու։ Էլի եմ ասում, բա որ այդ բանակը ավերակ էր, ստախոս Նիկոլ։ Այդ ավերակ բանակի սպաներին ու զինվորներին ինչու էր 7 տասնյակից ավել մարտական խաչ տալիս։ Որ ծառայության համար, ազգային հերոսի կոչում ինչ էր տալիս։ Մի դիրք գրավելու համար ազգային հերոսի կոչում են տալիս։ Այդ ավերակ բանակը, որ դու տեսար, իբր ավերակ բանակը, ինչու Սարդարապատում հայտարարեցիր, որ հայկական բանակը տարածաշրջանում ասող է եւ Թուրքիան այլևս պետք է դրա հետ հաշվի նստի։ Բա ավերակ բանակ էր, այս պրովոկացիաները ինչի էր անում, որ գան հարձակվեն մի պետության վրա, որի բանակը, ինչպես դու ես ասում, ավերակ էր։ Իսկ իրականությունն այնն է, հարգելի հայրենակիցներ, որ մեր բանակը աշխարհի գերհզոր բանակը չի եղել, բայց նաեւ ավերակ չի եղել։ Այնտեղ բանակ է եղել, դիմադրող բանակ է եղել, այդ բանակը տարբեր առիթներով ցույց է տվել, որ կարող է, ողնաշար ունի, կարողանում է խնդիրներ լուծել։ Այո, չի եղել ամենատեխնոլոգիապես զարգացած բանակը, գերժամանակակից բանակը։ Թեպետ ես ասեմ քաղաքական իմաստով, օրինակ Հայաստան Դաշինքի անունից հանդես եկողների համար չկա պատասխանատվություն ստանձնելու պարտավորություն 2008-ից հետո եղած ժամանակաշրջանի համար։
Թեպետ ես վստահ եմ 2008-ից հետո էլ եղած բանակն էլ ավերակ չի եղել Նիկոլ Փաշինյան։ Այդ բանակը 2016 թվականին դիմադրել է, այո, որոշակի տարածքներ են կորցրել, բայց Ադրբեջանը իր առաջ դրած խնդիրը չի լուծել 2016-ին։ 2008-ից առաջ եղած բանակը, 98-ից 2008 թվականին եղած բանակը, որի պատասխանատվությունը կրում է Ռոբերտ Քոչարյանը, այդ բանակի ուղղությամբ Ալիևը 16 թվականի նման փորձ էլ չի արել հարձակումների։ Մի անգամ զրոյական կետից սկսեցի իր Արցախի հարցը, այդ ամեն ինչը տարար աղետի, հիմա էլ բանակն է սկսում զրոյական կետից։ Հայտարարեցիք, որ բանակում սնունդի հարցը լուծված է, վերջում Սյունիքում մեկ պայմանագրային դուրս եկավ դեմը, բողոքեց սնունդի վիճակից, ուղղակի հրահանգեցի ապօրինի կերպով այդ մարդուն ազատել աշխատանքից։ Նորից գանք այն թեմային, հարգելի հայրենակիցներ, որ բանակը միայն ունեցած միջոցներով չի բանակ, բանակը նաև իր նպատակով է բանակ, բանակը իր ռազմական ոգով է բանակ, բանակը իր բարոյահոգեբանական մթնոլորտով է բանակ, հա։ Չի կարող Փաշինյանի նման տգետ պատերազմի ժամանակ տգետ հրամանատար ունեցող բանակը հաղթանակներ ունենալ։ Պատահաբար չի ասվել, չէ, որ ոչ Երանի առյուծների բանակին, որի գլխին կանգնած է ոչխարը, եւ Երանի են բանակին, որի գլխին կանգնած է առյուծ, անկախ նրանից ովքեր են իրենից հետ կանգնած, որովհետեւ հրամանատարը ռազմաքաղաքական որոշումներ կայացնող էական դերակատարում ունի։ Այդ էական դերակատարման բացահայտման համար էր, որ դուք ըստ էության 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովից ձեր կողմից, ձեր թիմակիցների կողմից քննված այդ պատերազմի մասին զեկույցները չհրապարակվեցին, ինչու, որովհետև մեկը ձեզ պաշտպանել էր, 10-ը իրականությունը պատմել էր ու ասել էր, որ այդ գործողությունների մեղավորը դուք եք, ռազմաքաղաքական ղեկավարությունը ձեր գլխավորությամբ։ Այդ բանակը պարտվող բանակ չէր, եթե բանակի գլխին մարդ կանգնած լիներ, առաջնորդ կանգնած լիներ, ոչ թե ինչպես մեր դպրոցի երջանկայիշատակ տնօրենը կասեր 1000 ոչխարի ուղեղ ունեցող մեկը։ Ու սա վիրավորանքի համար չենք ասում։ Ասում ենք նրա համար, որ չի կարելի հանուն քաղաքական շահի ավերակ անվանել մի բանակ, որը պատմություն է ունեցել, որը հաղթանակներ է ունեցել։ Այդ ո՞նց եղավ, որ հաղթանակներ ունեցող բանակը ավերակ է, իսկ քո պարտություն արձանագրած եւ պարտությունը իր համար հիմնական ուղենիշ դարձրած բանակը դարձավ մարտունակ կամ զրոյից կառուցված բանակ։ Բավոր այդ բանակը այդքան լավ վիճակում է, ինչու է ժողովրդին պատերազմով վախեցնում, ինչու իրանցում հասարակությանը համոզեցիք համաձայնել զիջումներին, ասելով, որ տեղի հասարակությանը, իրանցի բնակիչների մի մասին, ասելով, որ եթե չհանձնենք, պատերազմ կսկսի, իսկ այդ պատերազմում կպարտվենք, հետո էլ ասիկ կպարտվենք, կգաք Երևանի փողոցներում մի օր ինձ կտեսնեք, ասեք, բա մենք չէինք հասկանում, դու էլ չէիր հասկանում։ Այդ չի քո կառուցած բանակը, որ երաշխավորված պարտություն է ունենալու։ Լավ է, իրանցի դեպքը թողնենք, վերջերս դու հայտարարեցիր Նիկոլ Փաշինյան, թե բա եթե ընդդիմությունը հաղթի, պատերազմ է լինելու այդ սեպտեմբերին, այդ պատերազմում էլ Հայաստանը անխուսափելիորեն պարտվելու է։ Բայց այդ ինչ բանակ ես վերակառուցել, այդ ինչ բանակ ես վերազինել, որ հաստատ գիտես, որ պարտվելու է, հաստատ գիտես, որ պարտվելու է։ Ուրեմն ոչ մի բան էլ զրոյից չես սկսել։ Իրականում էս փուչիկ է, վերել եք մի քանի անօթաչուներ, ինչ-որ ռազմական տեխնիկա, ներկած ուազներ, ռուսական, մեր սիրելի ռուսների ուազները, մի քանի կամազ,
Տարբեր, ասենք սովորական քաղաքացիները չեն հասկանալու ինչ եք բերել։ Ասենք Չինաստանից 3 հատ դրոն եք բերել կամ ռոբոտ շներ եք բերել։ Չնայած ռոբոտ շների հետ մեկտեղ ես կառաջարկեմ նաև ձեր քաղաքական կվադրոբերներին հանեք հրապարակ, որովհետև նրանք էլ պակաս զինատեսակներ չեն, ուղղակի սեփական ժողովրդի դեմ։ Այնպես որ հարգելի հայրենակիցներ, այս ամեն ինչը իրականության հետ կապ ունի այնքանով, այսինքն իր հաղթական հռետորաբանությունը։ Ավելին ասեմ, կան տեղեկություններ, որ սրանք, այս Նիկոլ Փաշինյանը, 0-ից բանակ կառուցող Փաշինյանը ասում են, Ադրբեջանից թույլտվություն է ստացել, որ ռազմական շքերթ անցկացնի։ Միջնորդել են, խնդրել են Ալիևին, որ կլինի չբարկանաս, ռազմական շքերթ պիտի անցկացնենք։ Նաջարյան ջան, հանգարց չջղայնանաս, այս հոգոդեմ չի, այս մեր հասարակությանը խափելու համար է, այս մեր հասարակությանը իբր թե համոզելու համար է, որ Նիկոլը բանակ կառուցել գիտի եւ բանակ է կառուցում։ Բա որ այդքան ինքնիշխան եք, այդքան հզոր եք, այդքան բանակ եք արդեն վերակառուցել, հա? Ինչից եք վախենում։ Ինչ եք Ալիևից թույլտվություն հարցնում։ Հարց է առաջանում, պատասխանեք Ալիևից ինչու եք թույլտվություն հարցնում։ Սպասում եմ, մի խոսքով վաղը սպասում եմ Ռուբեն Ռուբինյանը այս հարցերին պատասխանի։ Ես կարծում եմ ինչ որ պատասխան կունենա։ Հաջորդ թեման Մարկո Ռուբիոն եկավ Հայաստան։ Երեք խոսել էինք սրա մասին, բայց մինչև այս թեմայի մասին խոսելը խնդրում եմ ընկերներից, ովքեր հետևում են այս ուղի եթերին, իրենց էջերում կիսվել ուղի եթերը։ Ձեր այդ աջակցությունը օգնում է մեզ ավելի լայն լսարանի հասանելի դառնալ եւ ավելի մեծ անհանգստություն պատճառել քաղաքացիական պայմանագրին։ Երեք խոսել էինք, որ Մարկո Ռուբիոն գալու է Հայաստան, ասել էինք, որ անսպասելի է այդ այցը, բայց անսպասելի է մեզ համար, քաղաքացիական պայմանագրի համար եւ Նիկոլ Փաշինյանի համար սպասելի էր այն տրամաբանությամբ, որ իրենք հասկանում են, որ պարտվում են եւ ստիպված էին որոշակի լուծումներ գտնել վարկանիշը բարձրացնելու համար։ Մարկո Ռուբիոյի այցը միայն դրա հետ էր կապված, բայց որպեսզի ԱՄՆ պետքարտուղարին կարողանան համոզել գալ Նիկոլ Փաշինյանի ընտրարշավի համար ֆոտոսեսիա ունենալ, որոշակի հայտարարություններ անել, իշխանությունները համաձայնել են ամերիկացիներին տալ Հայաստանի հանքերը, ուրեմն Հայաստանն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները շրջանակային ուշագիր են ստորագրել կարևորագույն հանքանյութերի եւ հազվագյուտ հանածոների արդյունահանման եւ մշակման ոլորտում մատակարարման ապահովման վերաբերյալ։ Armenpress-ի փոխանցմամբ ուշագիրը ստորագրվել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի Երևան կատարած այցի շրջանակում։ Հայկական կողմից ուշագիրը ստորագրել է ՀԱԳ նախարար Արարատ Միրզյանը, ամերիկյան կողմից ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Հազվագյուտ մետաղներ, հանքեր, հիշում եք սրանք քանի տարի ուղղակի զզվացրին խոսելով գույք պարտքի դիմաց, որ մեր ռազմավարական նշանակության գույքը տրվեց պարտքի դիմաց։ Իհարկե այստեղ այդ մարդկանց գցող հոգեբանությունն է խոսում, որովհետև Հայաստանի Հանրապետությունը ոչ Ռոբերտ Քոչարյանի օրը պարտք էր վերցրել եւ բնական է, որ այդ պարտքը պիտի փակվեր։ Հիմա այդ գույքը կմասնավորեցվեր, այդ փողից կհանեին, պարտքը կտային, թե գույքով պարտքը կտային, ինչ որ ճանապարհով պիտի այդ պարտքը փակվեր, որովհետև Հայաստանը պատասխանատու պետություն է եւ վերցած պարտքերը պետք է տալ, ոչ թե քաղաքացիական պայմանագրի նման գցող տրամաբանություն ունի։ Թեպետև այդ միջազգայիններին վերցած պարտքերի առումով ԿՊՆ-ը չէր կարող գցել եւ որևէ ձև տալու էր։ Հիմա դուք ընդամենը ձեր ընտրարշավի համար Մարկո Ռուբիոյի հետ լուսանկար ունենալու նպատակով համաձայնել եք ամերիկացիներին տալ Հայաստանի հանքերը։ Այս սա է գույք պարտքի դիմացի իրական։ Այն էլ պարտքն էլ ո՞րն է։ Պարտքը ընդամենը ձեր ընտրարշավին որոշակի դիվիդենդներ շահելն է։ Հայաստանը ոչ մի շահելու բան չունի դրանից։ Հայաստանի հասարակությունը որևէ բան չի շահում դրանից Մարկո Ռուբիոյի հետ ստորագրած շրջանակային փաստաթղթից։ Դրանից փորձում եք դիվիդենդներ քաղել միայն դուք, չկա ուրիշ շահող։ Բայց ես ձեզ վստահեցնում եմ, Մարկո Ռուբիոյի այցը ձեզ չի օգնելու։
կամ ձեզ այնքան չի օգնելու, որ դուք կարողանաք վերընտրվել։ Դեռ շատ ջանք պիտի թափեք։ Այս ռազմական շքերթն էլ է այս նպատակով 1-2% ավելացնելու նպատակով։ Ընդդիմությունը իհարկե այստեղ մտածելու տեղ ունի խոսույթի առումով, առաջարկների առումով, բացահայտումների առումով, հանրության աչքերը բացելու առումով այստեղ ընդունում եմ, որ ընդդիմությունը անելիք ունի եւ մի մասով էլ այստեղ այս փոքր 0.1%-ով էս հիմա այս եթերում ենք սա անում, այնպես որ օգնեք, որպեսզի այն լայն տարածվի, հարգելի ընկերներ։ Ուրիշ բան, սրանք լսել եք, չէ, առավոտ հելնում են ինքնիշխանությունից են խոսում, իրիկուն քնում են ինքնիշխանությունից են խոսում քնելուց առաջ։ Ուրեմն սրանք ստորագրում են փաստաթուղթ ամերիկացիների հետ, որը ուրեմն գերակա է Հայաստանի Հանրապետության օրենքների նկատմամբ, անգամ սահմանադրության եւ այդ փաստաթուղթում ֆիքսվում է, որ եթե Հայաստանի օրենքները չեն համապատասխանում այս ստորագրված փաստաթղթին, ապա առաջնահերթություն է տրվում այս փաստաթղթին։ Պատկերացնում եք ինքնիշխանություն, այս տեսակի ինքնիշխանություն են սրանք ուզում։ Սրանց պատկերացրած ինքնիշխանությունը ահա այս տեսքն ունի։ Հաջորդ թեման բավական սենսացիոն է, հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին իշխանությունները մեռան տպավորություն ստեղծելով, թե ինչ-որ գործակալներ են բացահայտել, նրանք աշխատում են Ռուսաստանի օգտին, ցուցակներ հրապարակվեցին եւ այսպես շարունակ։ Հիմա ոչ մենք, ոչ մարդիկ, որոնք արևմուտքում չեն տեսնում Հայաստանի ապագան, այլ հենց արևմուտքում Հայաստանի ապագան տեսնող լրատվամիջոցներից մեկը ֆակտորը հետաքրքիր բացահայտում է արել, պարզվել է այն ցուցակները, այն հոդվածները, որ հրապարակվել է, որը իբրև թե փաստաթղթեր է ներկայացնում ներողություն, ռուսական ինչ-որ գործակալական ցանցերի վերաբերյալ բացահայտումներ է անում, պարզվում է, ուրեմն այդ կայքը կապված է թուրքերի հետ։ Այս հատվածից հատկապես խնդրում լայվը կիսել, որպեսզի քաղաքացիները տեսնեն, թե ինչի մասին է խոսքը։ Ես հիմա հղումը կդնեմ լայվի մեկնաբանությունների բաժնում, որպեսզի դուք եւս կարողանաք ծանոթանալ, ես գիտեք, ամեն անգամ որևէ փաստի հղում անելիս դա դնում եմ մեկնաբանությունների բաժնում, որպեսզի ցանկացած մարդ, անկախ նրանից հավատում եք, վստահում եք, բայց դուք եւս հնարավորություն ունենաք վերլուծություններ անել ձեր աչքով փաստերը տեսնելուց հետո։ Խնդրեմ, ինչ է պարզվում, այդ իբրև թե արտահուս կազմակերպած բանը, լրատվամիջոցը ղեկավարվում է կամ առնվազն փոխկապակցված է թուրքերի հետ։ Ուրեմն ինչ է ասում է, որ այս արտահոսքի բանը չի հաստատում։ Չնայած պնդումներին, Քրոնիկա Կավկազը չի ներկայացնում այնպիսի ապացույցներ, որ թույլ կտային հաստատել հրապարակված նյութերի իսկությունը։ Որպես հիմնական ապացույց կայքը ներկայացնում է Apple ընկերության նախազգուշացման նամակ, որն իբր ուղարկվել է հաքերային հարձակման ենթարկված աշխատակցի հաշվին, սակայն նման նախազգուշացում կարող է միայն վկայել հաշվի հնարավոր կոտրման կամ կիբերսպառնալիքի դեպքում։ Ովքեր են Քրոնիկա Կավկազի հեղինակները։ Կայքը ներկայացնում է իր հեղինակներին որպես տարածաշրջանային քաղաքականության, կոնֆլիկտոլոգիայի եւ մարդու իրավունքների փորձագետներ, բայց այդ պնդումը թե տրամադրում է օբյեկտիվ եւ ստուգված տեղեկատվություն, բարդ թեմաները հասանելի դարձնելով ընթերցողին։ Կայքում նյութերի երկու հեղինակի անուն են նշում՝ Թեյմուր Մամեդով, ադրբեջանական անուն եւ ազգանուն, եւ Տատյանա Իվանովը։ Արհեստական բանականության տարբեր դետեկտորներով մեր ստուգումը ցույց է տալիս, որ նշված երկու հեղինակները իրական չեն։ Ավելին, Տատյանա Իվանովան լուսանկարը զետեղված է նաև թուրքական Մագազետե կայքում, որտեղ նա ներկայացվում է որպես շոու բիզնես լուսաբանող լրագրող Զեյնաբ Սանգու։ Ուշագրավ է նաև, որ Տատյանա Իվանովայի անունով կայքում որևէ հրապարակում ստորագրված չէ։ Նյութերի մեծ մասի հեղինակը նշվում է կամ Թեյմուր Մամեդով կամ պարզապես Քրոնիկա Կավկազի խմբագրություն։ Ինչպես տարածվեց կայքի բովանդակությունը հայկական մեդիադաշտում։ Մայիսի 24-ին հրապարակված Փաշինյանին տապալելու ծրագիր Ռուսաստանի հատուկ ծառայությունների արտահայտած փաստաթղթերը
Հայաստանում իշխանապողության մասին հոդվածի հայկական մեդիա դաշտում լայն տարածում ստացավ։ Արդեն հաջորդ օրը մայիսի 25-ին նշենք, որ Խրոնիկա Կավկազ կայքի գործարկումից կարճ ժամանակ անց դրա հրապարակումները սկսել է ակտիվ կիսվել հայկական տիրույթի խոշոր տելեգրամյան ալիքներից մեկը։ Բաղրամյան 26-ը ալիքը ոչ միայն տարածել է Խրոնիկա Կավկազի նյութերը, այլև օգտատերերին հորդորել է բաժանորդագրվել դրա տելեգրամ ալիքին։ Խրոնիկա Կավկազից Բաղրամյան 26-ում առաջին հրապարակումը հայտնվել է մայիսի 11-ին։ Ընդհանուր առմամբ շուրջ 100,000 հետևորդ ունեցող Բաղրամյան 26-ում առկա է Խրոնիկա Կավկազի ավելի քան 200 հիշատակում։ Տեսեք, այս հոդվածը ինչի մասին էր։ Հոդվածը Հայաստանի հիմնական ընդդիմադիր գործիչներին, լրագրողներին, լրատվամիջոցներին թիրախավորող Փաշինյանին քննադատող այդ քաղաքականություն չընդունող լրագրողներին, լրատվամիջոցներին, փորձագետներին, քաղաքական գործիչներին թիրախավորող հրապարակումներ, որոնք ըստ որի բոլորը ռուսական գործակալներ էին։ Բոլորը։ Այդ թվում ձեր խոնարհծառա Բորիս Մուրազին։ Ու ինչա պարզվում է, որ այս կայքի հետևում կանգնած են թուրքեր, դա ասում է ֆակտորը, ոչ մենք։ Ֆակտորն է ասում։ Ես ի սկզբանե գիտեի, որ անլուրջ հրապարակում է, որովե արձագանք չեմ տվել, բայց այս թեմային անդրադարձել, պես ֆակտորը այս հոդվածը հրապարակեց փաստերով։ Ուրեմն ֆակտորը ոչ մենք, ասում է, որ թուրքական է այս կայքը, ժողովուրդ ջան, թուրքերը փոխկապակցված են առնվազն։ Ուրեմն թուրքերի կողմից կուրացիա արվող կայքը եւ Նիկոլ Փաշինյանի իշխանության կողմից կուրացիա արվող Բաղրամյան 26-ը մայիսի 11-ից մինչև այսօր 3 եղավ դա, մայիսի 25-ը, այսինքն 14 օրվա ընթացքում 200 հրապարակում է այդ թուրքական կայքից ռուսերեն լեզվով հայտնվել նիկոլական տելեգրամ ալիքում։ 200 հրապարակում։ Օրը միջինում 19-ից 20 նյութ։ Դուք պատկերացնում եք իրենք ինչպես են փոխգործակցում, ինչպես են համագործակցում։ Եվ ինչ է սա նշանակում։ Ադրբեջանը, որը իբրև թե թշնամի է Հայաստանին, գոնե մենք այդպես գիտենք, չէ՞։ ԿՊ-ին թշնամի չի, բայց մեզ թշնամի է։ Օգնում է, որ Հայաստանում սորոսականները, մնացածը ԿՊ-ականները թիրախավորեն ընդդիմադիրներին, հրապարակում է իբր ռուսական ինչ-որ Խրոնիկի Կավկազը լրատվամիջոցով թիրախավորող հրապարակում է անում ընդդիմադիրներին եւ դա տարածում է ԿՊ-ական մեդիա ռեսուրսները։ Ադրբեջանցիներն ու ԿՊ-ն, ահա այսպես սերտորեն համագործակցում են Հայաստանի ընդդիմությանը թիրախավորելու համար։ Հիմնականում Ռոբերտ Քոչարյան, Սամվել Կարապետյան, Գագիկ Ծառուկյան եւ նաեւ Անդրանիկ Թևանյան այդ հոդվածում։ Այսինքն ադրբեջանցիների ինչին է պետք օգնել Նիկոլի, կարող եք ինձ ասել սիրելի հայրենակիցներ։ Պարզ է, չէ, ադրբեջանցիները Նիկոլի սիրուն աչքերի համար չեն այս ամեն ինչ անում, հատկապես երբ այդ աչքերը հեչել սիրուն չեն։ Ուրեմն կա քաղաքական շահ։ Որն է ադրբեջանցիների քաղաքական շահ։ Դուք պատասխանեք, խնդրեմ, ովքեր այս հարցը լսում են, մեկնաբանություններում գրեն։ Իրենց ենթադրածով Ադրբեջանը ինչ շահ կարող է ունենալ Նիկոլ Փաշինյանի վերընտրության դեպքում։ Ասենք, չգիտեմ, Ալիևի քիթը կփոքրանա, մերի բան ավելի գեղեցիկ կդառնա, ասես շահեր չեն կարող, չէ՞ լինել։ Այդ շահերը քաղաքական են։ Այդ շահերը քաղաքական են։ Ինչու են օգնության հասնում Նիկոլ Փաշինյանին։ Ինչու են փորձում չեզոքացնել Փաշինյանի ընդդիմախոսներին։ Բացատրությունը մեկն է, որովհետև Նիկոլ Փաշինյանը իրենց դեսպանն է Հայաստանում, Նիկոլ Փաշինյանը ադրբեջանական շահերի դրոշակակիրն է Հայաստանում, Նիկոլ Փաշինյանը ադրբեջանական շահերի հարցակվողն է, հա, եթե ֆուտբոլային խաղի տրամաբանությամբ նայենք Հայաստանում, Նիկոլ Փաշինյանը ադրբեջանական շահերի պահապան շունն է Հայաստանում, հետևաբար իրենք ամեն բան անելու են, որ իրենց հարցակվողը, իրենց դեսպանը, կուզեք պահապան շունը, կուզեք առաջամարտիկը շահերի պաշտպանության վերընտրվի։ Որովհետև բացի Փաշինյանից ով էլ լինի, այդ հավանական տեխնացուների մասին եմ ասում,
Ադրբեջանը այլևս իրեն այսպես լկտիաբար չի կարողանալու պահել, չի հնարավորություն չի ունենալու։ Հետևաբար Ադրբեջանը պիտի ամեն բան անի, որը վերընտրվի Նիկոլ Փաշինյանը։ Հիմա սիրելի հայ ժողովուրդ, սիրելի քաղաքացիներ, դուք կարող եք ինձ ասել, թե ինչպես կարող է Հայաստանի քաղաքացիները եւ Ադրբեջանի շահերը համընկնել։ Այն մարդիկ, որոնք ուզում են Նիկոլ Փաշինյանն ընտրել։ Ոնց է ձեր շահը եւ Ադրբեջանի շահը համընկում։ Ոնց կարող է այդ համընկումը լինել։ Չի կարող լինել։ Դուք ուղղակի մոլորված եք, սիրելի քաղաքացիներ, դուք խաբված եք քաղաքացիական պայմանագրի եւ գլխավորապես Նիկոլ Փաշինյանի կողմից։ Չի կարող ձեր շահը եւ Ադրբեջանի շահը համընկել, որքան էլ որ մենք տարբեր լինենք, որքան էլ դուք մեզ ատեք, որքան էլ դուք մեզ անիծեք, որքան էլ դուք մեզ հայոյեք։ Միևնույնն է ադրբեջանցիների համար մենք, ես չեմ ասում դուք եւ եք, մենք Նիկոլ ընտրողները, չընտրողները, Նիկոլին ատողները, սիրողները մի տեսքով են։ Նրանք Հայաստանի քաղաքացի են, որոնք իրենց տրամաբանությամբ պետք է ոչնչացվեն։ Ադրբեջանցիների համար Նիկոլ ընտրողը ոչ մի բանով լավ չի Նիկոլ չընտրողից։ Իրենց համար մենք ենք, անկախ նրանից մենք ում ենք ընտրում։ Այո, իրենք կուզեն, իրենք ուրախ են, որ կարողանում են ձեզ խաբել, մոլորեցնել, որ դուք հավատաք Նիկոլ Փաշինյանին։ Իրենք ուրախ են, որ կարողանում են այնպես անել, որ դուք հավատաք իրենց շահերի դեսպանին։ Իհարկե ուրախ են, բայց հետագա վերաբերմունքը տարբեր չի լինելու։ Նիկոլ ընտրողին ու չընտրողին նույն ձև են վերաբերվելու։ Դուք կարծում եք 44 օրյա պատերազմի ընթացքում մենք տվել ենք հազարավոր զոհեր։ Պակաս են եղել մարդիկ, ովքեր հենց իրեն կամ իրենց ծնողները Նիկոլ Փաշինյանին ընտրել ու հավատացել են։ Պակաս են այդ մարդիկ, որոնք այսօր էլ են հավատում։ Դուք կարծում եք ադրբեջանցիները, երբ գնդակահարում էր մեր տղաներին Ջերմուկում, Արցախում, Վարդենիսում, այլ տեղերում։ Ասում էր, հարցնում էր, ասում էր, ձեզանից ով է Նիկոլ ընտրել, խնդրում եմ մի կողմ, ձեզ չեն գնդակահարելու, այդպես էր, ասում, չէ, սիրելի հայրենակիցներ, բոլորին էր գնդակահարում։ Իրենց համար հայը, հայաստանցին արդեն այդ վերաբերմունքին է արժանի, իրենց համար, ադրբեջանցիների համար, անկախ նրանից այդ հայը, հայաստանցին Նիկոլ ընտրում է, թե չի ընտրում։ Իրենց համար մենք բոլորս իրենց թշնամին ենք։ Ու սա պիտի հասկանալ։ Հենց սա հասկանաք, կտեսնեք, որ Նիկոլ Փաշինյանին ընտրելը դա նույնն է, ինչ Ալիևին ընտրել։ Նիկոլ Փաշինյանին ընտրելը դա նույնն է, ինչ Ալիևին ընտրել։ Չկա ուրիշ բացատրություն, հարգելի հայրենակիցներ։ Նիկոլ Փաշինյանին ընտրելը դա նույնն է, ինչ Ալիևին ընտրեք։ Սա է իրականությունը։ Սա է իրականությունը։ Չկա, ես կուզեի, որ սա չլիներ իրականությունը, անկեղծ։ Ես եղել եմ ընդդիմություն Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ։ Դու չի ասի ընդդիմություն Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, որտեղ դպրոցի նոր էի ավարտում, բայց համենայն դեպս իշխանությանը չի հավանում։ Մի տարի ուսանող եմ եղել Ռոբերտ Քոչարյանի իշխանության ժամանակ, մի տարուց էլ կարճ ժամանակ։ Բայց հասկանում եք, ինչքան էլ մենք քննադատաբար մոտենանք նախորդ իշխանություններին, վատն են եղել, շատ են քննադատվել, թիրախավորվել են, արդարացի են քննադատվել, անարդարացի են քննադատվել։ Նրանք եղել են հայկական իշխանություն, վատ իշխանություն, հատկապես 2008-ից հետո եղածը ինձ համար։ Բայց նրանք եղել են հայկական իշխանություն, սա թուրքական իշխանություն է, սա է խնդրեմը, հասկանում եք։ Չի եղել այնպես, որ ասենք որևէ ընտրության դեպքում չի եղել, որ ադրբեջանական մեդիան աջակցի Սերժ Սարգսյանին։ Չի եղել այդպես, ինչքան էլ այդ մարդուն չընդունեմ, ինչքան էլ քննադատեմ, չի եղել այդպես։ Չի եղել այնպես, որ ադրբեջանական մեդիան աջակցի Ռոբերտ Քոչարյանին։ Չի եղել այնպես, որ ադրբեջանական մեդիան աջակցի
Լևոն Տեր-Պետրոսյան, ամենայն դեպս ինձ հայտնի բան չկա, այդպիսի դրվագ չկա։ Չի եղել ադրբեջանական մեդիան, պետական քարոզչամեքենան աջակցում է մի իշխանության, դա Նիկոլ Փաշինյանի իշխանությունն է։ Լավ, սիրելի հայրենակիցներ, վատ չեք զգում, որ հայերին թիրախավորող, ծաղրող, ատելության խոսք տարածող, այն սրիկան, Քյամրան ռազմավարը կոչ է անում ընտրել Նիկոլ Փաշինյանին։ Հասկանում եք, եթե բան չլիներ, այսինքն հասարակական տրամադրությունները այնպես, ասենք Նիկոլ Փաշինյանը 10%-ից ավել ձայն չունենար, ես կասեի ուզում եմ վատություն անի Նիկոլին, կամ արձագանքը այլ կերպ լիներ։ Ասենք, չգիտեմ, եթե Նիկոլ Փաշինյան ընտրողները լսեին, որ Քյամրան ռազմավարն է իրանց քաղաքական առաջնորդին աջակցում, փոշման էին, ասեն դե ոնց, եթե ադրբեջանցին է աջակցում, մենք չենք կարող ընտրել, ես կասեի Նիկոլին վնասելու համար են անում, բայց ես չեմ տեսել Փաշինյանին մի աջակցող մարդ, որը Քյամրանի հայտարարությունից հետո նման վերաբերմունք ունենա։ Սա մեր ամոթն է, հասկանում եք, իրանք վերլուծել են, որ անգամ Քյամրանը կարա Նիկոլին օգնի, հասկանում եք, մեր հասարակության վիճակն այնպիսին է, որ Քյամրանը հայերին ծաղրող, ատող, ամենավերջին խոսքերը մեզ ասող Քյամրանը կոչ է անում Հայաստանի քաղաքացիներին գնալու ընտրել Նիկոլ Փաշինյանին, ու իրենք վստահ են, որ այդ կոչին հետևողներ կլինեն, ու իրենք վստահ են, որ այդ կոչից հետո Փաշինյանը 10 աջակից գոնե չի կորցնի։ Սա է պրոբլեմը, հարգելի հայրենակիցներ։ Հենց այստեղ է պրոբլեմ, մեր հասարակությունը շատ վատ կետի է հասել, բայց ես չեմ ատում Նիկոլ Փաշինյանին ընտրողներին, չեմ ատում, Նիկոլ Փաշինյանին ընտրողները իմ հայրենակիցներն են, քաղաքական վերնախավի մասին չի խոսքել, նրանք իմ համար ավարտված սրիկաներ են, իրենք իրենց արածը լավ հասկանում են և իրենք պիտի պատժվեն օրինական ճանապարհով, խոսքս Փաշինյանի և իր քաղաքական թիմին հավատացող պարզ մեր հայրենակիցներն են, մենք իրար հայրենակից ենք, չասեմ մեր, որ ես ինձ շոր բանով առավել չեմ տեսնում կամ մեր քաղաքական թիմին, մենք իրար հայրենակիցներ ենք, մենք իրար ունենք, անկախ նրանից դուք Նիկոլին ընտրում եք, մենք իրեն չենք ընտրելու, ավելին մենք իրեն օբյեկտիվ պատճառներով ատում ենք, բայց մենք հայրենակիցներ ենք և այս դառնությունները, այս դժվարությունները մենք իրար հետ ենք կրելու և կրել, իրար հետ ենք կրելու և կրել։ Իսկում չի կարող լինել այնպես, որ հայերին ատող ադրբեջանցին կոչ անի, որևէ մեկին աջակցող կոչ անի, ու այդ կոչը հակառակ էֆեկտը չունենա։ Հիմա ցավոք սրտի հակառակ էֆեկտը չունի։ Ու շարունակում է աջակցել, ասում է դե Փաշինյանը միակ մարդն է, որ ադրբեջանցիների սրտով է, խաղաղության ճանապարհով է գնում։ Ես չեմ ուզի, հարգելի Վաչե Սարգսյան, անկեղծ եմ ասում, ես չեմ ուզի մեր հայրենակիցներից որևէ մեկին անվանել Քյամրան։ Ես իհարկե հայրենակից ասելով նկատի չունեմ, ասենք օրինակ Ալեն Սիմոնյանին, Նիկոլ Փաշինյանին, ԿՊ-ի հետ վերնա, չէ, իրենք մեզ համար հայրենակից չեն, ինձ համար հայրենակից են թեկուզ և 2021 թվականին, հիմա այդ թիվը բակում պակասել է, 2021 թվականին 600,000-ից ավել մարդ, որ քվեարկել է Նիկոլ Փաշինյանին, մենք իրար հայրենակից ենք, մենք չենք կարող իրար թշնամի լինել, ես ձեր թշնամին չեմ, դուք իմ թշնամին չեք, մենք 44 օրյա պատերազմի ժամանակ մի գծում ենք եղել, ես չեմ հասցրել խրամատում լինել, բայց մի գծում եղել ենք, դուք այլ Նիկոլ չընտրողների հետ մի խրամատում եք եղել, Նիկոլ չընտրողները ձեզ հետ են մի խրամատում եղել, մենք չենք կարող իրար ատել, մենք չենք կարող իրար մահ ցանկանալ, դա Նիկոլն է ուզում այդ ներարկել մեր մեջ, Նիկոլ Փաշինյանն է ուզում հասնել նրան, որ հայերը, Հայաստանի քաղաքացիները ատեն իրար և հասել է դրան, մեծ մասով հասել է դրան, որ իրեն հավատացողները ատում են մեզ և ցավոք սրտի Փաշինյանին չընտրողների մեջ մարդիկ կան, ցավոք սրտի, որ ատում են Փաշինյանին ընտրողներին, համաձայն չեմ ես այս մոտեցման հետ, անկեղծ համաձայն չեմ,
մի ժամանակ գուցե համաձայն լինի, ասենք 4-5 տարի առաջ այդ մոլորության մեջ լինի, բայց դա ճիշտ չի կարող պետական լծակների տիրապետելու ձգտող մարդը ատի իր հայրենակիցների որևէ շերտի, որևէ զանգվածի չի կարող, այդ մարդը չի կարող բարիք ստեղծել, այդ մարդը չի կարող բարիք ստեղծելու նպատակ ունենալ։ Եվ ընդհանրապես ատելությունը վատ բան է։ Եթե դա թշնամիներից չի ուղղված։ Քո հայրենակցին ատելը անկախ իր քաղաքական հայացքներից վատ բան է։ Այո, մարդիկ կան, որոնք գրագիտության պակաս ունեն, այո, մարդիկ կան, որոնք տեղեկացվածության պակաս ունեն, այո, մարդիկ կան, որոնք դյուրահավատ են, արագ են խաբվում, այո, մարդիկ կան, որոնք նեղված են նախորդ իշխանություններից, այո, մարդիկ կան, որոնք վնասվել են նախորդ իշխանություններից եւ այդ նեղվածությունը հիմնավորված է։ Այս բոլոր շերտերը պիտի հաշվի առնենք։ Բայց մենք իրար ատելու իրավունք չունենք, որովհետեւ երբ թուրքն ու ադրբեջանցին եկել են Հայաստանի վրա ասպատակության, իրենք չեն հարցրել ով ում է ընտրում սպանելուց։ Ցեղասպանության ժամանակ բոլոր հայերը մի քաղաքական հայացք չեն ունեցել։ Մի մասը հնչակ է եղել, մի մասը դաշնակցական է եղել, մի մասը արմենական է եղել, մի մասը ռամկավար է եղել, բայց բոլորն են սպանվել։ Բոլորն են սպանվել, որովհետև հայ է եղել բոլորը։ Ստեղ է գլխավոր հարցը։ Այստեղ է գլխավոր հարցը։ Ես այս ատելությունը տեսել էի 2014 թվականին եւ շատ մեծ ցավ էի ապրել։ Գիտեք, ինձ համար անհավատալի էր այն ժամանակ անհավատալի կթվար, որ հայերի մեջ այս ատելությունը կլիներ իրար նկատմամբ։ 2014 թվականին իմ ժողովրդի եզդերի նկատմամբ իրականացվեց ցեղասպանություն Թուրքիայի Հովանու ներքո գտնվող ահաբեկչական խմբավորումների կողմից եւ մենք ընկերներով օգնություն էինք հասցրել Թուրքիա փախած ապաստանած փախստականներին։ Իրաք չենք կարող գնալ, սահմանը հնարավոր չէր անցնել, փակեր։ Ուրեմն Բաթման քաղաքում ենք եւ այնտեղ կա փախստականների մի ճամբար, որտեղ տեղավորված են փախստականներ եւ մեզ ասացին, որ այդ ջզիրի կողմերից, սահմանից փախստականների նոր խումբ է գալիս Բաթման։ Սպասեք, որ օգնեք տեղավորեք։ Սպասեցինք, որ օգնենք տեղավորենք։ Ավտոբուսները եկան մոտ 150 մարդ էր ավտոբուսներում։ Մենք սկսեցինք այդ եզներին օգնել, որ իրենք իջնեն այս փախստականների ճամբարում ապաստանեն։ Իրերն ենք իջեցնում, այս մարդիկ չեն իջնում, ասում ենք, ինչ չեք իջնում, ձեր իրերը այստեղ ենք տեղավորում, դուք այստեղ պիտի բանալեք։ Ասցին, այն եզդիները, որ այդ ճամբարում են, մեր թշնամիներն են։ Ասացի ոնց, իրենք եզդիներ են, ոնց են ձեր թշնամին։ Ասաց, հա մենք ցեղական թշնաման ունենք։ Ասես մեր գլխին ենք տվել, ասում ենք, լսեք, դուք այդ ցեղն էլ, այս ցեղն էլ դուք եզդի լինելու համար ցեղասպանության եք ենթարկվում։ Ինչ կապ ունի այդ նախկին թշնամանքը, նախկին հարաբերությունները, ինչ կապ ունի։ Այդ իսլամական պետություն ահաբեկչական խմբավորում օրենքով չհարցրեց, չէ, էսի որ ցեղի եզդի է, մենք սրանց չենք սպանում, այդ ձեզ կսպանենք, չեն հարցրել, չէ, երկուսիդ էլ սպանել են, չէ, երկու այդ մեծ ընտանիքներն են կորուստներ ունեն։ Երկուսիդ էլ սպանել են, չէ, ասեն, հա։ Բա դուք ո՞նց եք իրար թշնամի համարում, ո՞նց կարող այդպես բան լինի։ Այդ տպավորությամբ եկանք Հայաստան մի քանի օր հետո, եւ ինձ համար աբսուրդ է, ես հասկանում եմ, որ եզները չեն կարող այս ծանր վիճակից մոտ ապագայում դուրս գալ, որովհետեւ իրենք ատում են իրար, չեն հասկանում, որ իրենք ընդհանուր պիտի դառնան, որ կարողանան իրենց պաշտպանել։ Եվ ցավոք սրտի դրանից 8 տարի հետո, չէ 6 տարի հետո պատերազմի 20 թվականի պատերազմով եթե հաշվենք, 6 տարի հետո պարզվեց նույն ատելությամբ Փաշինյանը կարողացավ լցնել հայերին հայերի դեմ, որ Նիկոլ ընտրող հայը սկսեց ատել Նիկոլ չընտրող հային, եւ Նիկոլ չընտրող հայը սկսեց ատել Նիկոլ ընտրող հային։ Այս մեծ չարիքը բերեց Փաշինյանը փաստորեն մեր պետություն, մեր հասարակություն։ Եվ ես հիշեցի այդ 2014 թվականի դեպքը,
որին իդեպ ականատես եղել այն ժամանակ արդեն նախկին ընկեր հիմա ԿՊԱ-կան падգամավորներից մեկը մեր համայնքի ներկայացուցիչը, նախկին ներկայացուցիչը։ Եվ գիտեք, աբսուրդ է, որ մարդիկ իրար ատում են այնքան հանգստությամբ, երբ ու չեն նկատում, որ իրենք ունեն ընդհանուր թշնամի, իրենց ատող, ընդհանուրին ատող, մեզ ատող Թուրքիա ու Ադրբեջան։ Այսօր այսքանը, հարգելի ընկերներ, վերջում, ուրեմն ավանդական փակումը անենք ԿՊ-ին չընտրելու վերաբերյալ։ Ինչպես է ավանդական փակումը մեր արդեն։ Չուտել մարդումից, գնալ ընտրության, չընտրել Նիկոլին։ Չուտել մարդումից, գնալ ընտրության, ընտրել Հականիկոլ։ Չուտել մարդումից, գնալ ընտրության, չընտրել Նիկոլին։ Սա է հունիսի 7-ի միակ լուծումը։ Լավ մնացեք, մինչ այդ չմոռանաք կիսվել այս ուղի եթերով ձեր էջերում, որպեսզի ձեր ընկերներն էլ տեսնեն։ Ցտեսություն, կհանդիպենք